Ինչպես կգնահատեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, արդյոք պետք էր գնալ, թե ամեն դեպքում վարվել այնպես, ինչպես Ալիևն է անում եւ ինչով այսօր ընդդիմությունը նաեւ շահարկում է։ Ես կարծում եմ, որ այն որ մենք հայտարարել ենք, որ մենք գնում ենք բալանսավորման քաղաքականության հետևից եւ որ չենք պատրաստվում այսքան կենտրոնների փոփոխությամբ չափ ավինել սեփական ուժերի վրա, հենց արմատացած է այս հարցում։ Ես այսքան ոչ թե ձեր հարցում, այլ այն հասարակական մտավախության մեջ, որն արկա է, ես կարծում եմ, որ շատ նորմալ է, որ վարչապետը մասնակցել է մայիսինի տեղի ունեցող միջոցառմանը, հաշվի առնելով նաև Հայաստանի եւ հայերի ավանդը առհասարակ ուրեմն մայիսյան հաղթանակի մեջ եւ ես կարծում եմ, որևէ խնդրահարույց քայլ այստեղ փնտրել պետք չէ, ասեմ ավելին, ես կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերների համար բավականին հասկանալի է մեր կողմից վարվող բալանսավորման քաղաքականությունը եւ մենք ունենք բավականին լավ եւ զարգացած հարաբերություններ թե Միացյալ Նահանգների հետ, թե Եվրամիության հետ, թե Իրանի հետ եւ այդ հարաբերությունների վկայությունը ոչ թե ճառեր, ելույթներ, խոսակցություններն են, այլ այն նախորդ տարվա այն ամրագրումները, որ ունեցանք ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ զարգացող հարաբերություններ, որի մասին հենց մայիսինի խոսեց ԵՄ դեսպանը Հայաստանում, հաշվի առնելով, որ այդ օրը նաև Եվրոպայի օրն էր, եւ ես կարծում եմ մեր բալանսավորման քաղաքականությունը ի հեճուկս բոլոր մտավախությունների արդյունավետ է եւ կարողացել է ապահովել մի միջավայր, որտեղ Հայաստանը կարողանում է պաշտպանել սեփական սուվերենությունն ու ինքնիշխանությունը։ Վերջին շրջանում նախ շատ ենք նկատում, որ փորձում են արևմուտքի հետ հարաբերությունները հակադրել Ռուսաստանի հետ հարաբերություններին եւ հակառակը, մեկը մյուսի հետ կապ ունի ընդհանուր առմամբ։ Ես կարծում եմ, որ առհասարակ մենք մեր գործընկերներից մեր հարաբերությունները կարգավորում ենք կամ ձևավորում ենք նոր օրակարգեր, հաշվի առնելով սեփական պետության շահը եւ առաջնահերթությունները արտաքին քաղաքականության կամ ներքին քաղաքականության առաջնահերթությունները, որոնք հանրահռչակել ենք, եւ ես կարծում եմ Եվրամիությունը բավականին վստահելի գործընկեր է, ում հետ մենք կարողացել ենք կառուցել ժողովրդավարական ռեֆորմների շատ կարևոր օրակարգ, դրանից անդին մենք կարողացել ենք Եվրամիության հետ ապահովել լարվածության նվազումը սահմանի, նկատի ունեմ դիտորդական առաքելության իհարկե դերակատարությունը այս առիթով եւ կարողանում ենք Եվրամիության անդամ պետությունների հետ առանձին կազմավորել օրակարգեր, ձևավորել օրակարգեր եւ դրանք բավականին զարգացման փուլում են գտնվում։ Ուզում եմ հիշեցնել, որ նաեւ Հայաստանի հեճուկս բոլոր այդ գույժերի կարողացավ խաղաղության գործիքակազմի մարդ դառնալ Եվրամիության հետ եւ ես կարծում եմ այս մասով որևէ անհանգստանալու բան չունենք։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, կրկին հիշատակեցի ռազմավարական գործընկերությունը, որը նաև վերահաստատեց նոր վարչակազմը, նկատի ունեմ ուրեմն պետքարտուղար Ռոբիայի հետ խոսակցության հենց իրենց հրապարակած ուրեմն մամուլի հաղորդագրության մեջ իրանք են հղում անում ռազմավարական գործընկերությանը, այսինքն կրկին ի հեճուկս են մտավախության, որ նոր վարչակազմ կհերքի, կչեզոքացնի, չի կատարի, կողմերը վերահաստատել են իրենց նվիրվածությունը հենց այս օրակարգին եւ ես կարծում եմ, որ նրանից անդին ինչ ասում են քաղաքական գործիչները, կարևոր են այն փաստաթղթերը, որոնք ձեռք են բերվել եւ կողմերի մշտական ուրեմն հետեւողական աշխատանք այդ օրակարգերի իրականացման։ Տիկին Ղազարյան, վերջին շրջանում շատ է խոսվում այդ մասին, Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանում, այսպես ասած, ամենատարբեր սադրանքներ է հրահրում կամ հիբրիդային պատերազմ է վարում։ Դրան հետևեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը, որ հակառակը արևմուտքն է ուզում Հայաստանի միջոցով բացել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ։ Ընդհանուր առմամբ համաձայն եք այս ձևակերպումների հետ, որ Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի արևմուտքի ձեռքում։ Նախ ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմին, մենք ականատես ենք լինում առհասարակ տարբեր ռուսական ալիքներում հերարցակվող հաղորդումների, ինչպես նաև տարբեր բլոգերների, որոնք ըստ օդում կախված լուրերի ֆինանսավորվում են Ռուսաստանի կողմից, բարբերաբար Հայաստանում ներ քաղաքական օրակարգերի սադրմանը, եւ ես կարծում եմ դրանից լավագույնը արձագանքել է արդեն հայ ժողովուրդը, որը երբեմն նույնիսկ քաղաքական գործիչներից պահանջում է այս կամ այն հեռուստաընկերության փակում Հայաստանում վարչապետն էլ օրինակը բերեց նրան, որ իր հետ հանդիպումներում ասում են ինչու չեք փակում, ինչու սա չի ուրեմն ինչու է սա դեռ հեռարձակվում եւ ասեմ ավելին առհասարակ ըստ որոշ հարցումների Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ըստ հստակ առայա հարցումների Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որպես երրորդ սպառնալիք անվտանգությանը Հայաստանի Հանրապետության Ադրբեջանից եւ Թուրքիայից հետո դիտարկում է Ռուսաստանը եւ ես կարծում եմ որ թերևս սա կարեւոր արձանագրում է ռուսական կողմի համար որ պետք է հասկանան որ ինչ որ մի բան այնպես չի գնացել կամ ինչ որ մի բան այնպես չի որ Հայաստանի
քաղաքացիները այսպես հստակ դրամատրության փոփոխություն ունեն։ Իհարկե դա սկսել է ոչ միայն այսպես ասած լրատվական պատերազմների ընթացքում, այլ նաև ըստ ռուսական արձագանքի, որոնք չարձագանքեցին ըստ էության մայիսի 22-ի, դրան հետևող սեպտեմբերյան հարձակումներին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, բայց այս ամեն ինչը ամփոփվում է նաև այս հիբրիդային պատերազմի տարբեր դրվագներով, եւ ես կարծում եմ, որ արևմուտքի նկատմամբ էլ դրական վերաբերմունքը պետք չէ կապել կրկին Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ, այլ արևմուտքի արձագանքին Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սուվերենության նկատմամբ իրենց արձագանքին, եւ ուզում եմ հիշեցնել, որ առհասարակ Եվրամիության գործողությունները մենք գիտենք բյուրոկրատական համակարգը եւ այլն, եւ գիտենք արագությունը որոշումների կայացման, աննախադեպ էր այն արագությունը, որով դիտորդական առաքելություն տեղակայվեց Հայաստանի Հանրապետությունում, եւ ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները գնահատում են պետությունների վերաբերմունքը գործողությունների եւ ամեն պետություն ինքն է ձևավորում սեփական երկրի կամ միության նկատմամբ վերաբերմունքը։ Իսկ տեղին է կոպիրկինի այդ մտավախությունը, որ Եվրամիության ձեռքում Հայաստանը կարող է դառնալ գործիք ընդդեմ Ռուսաստանի, երկրորդ ճակատ կարող է դառնալ։ Ես կարծում եմ, որ նման մտավախության, նման հայտարարությունը առհասարակ անհիմն է, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը մենք կառուցում ենք մեր արտաքին քաղաքականությունը եւ առհասարակ մեր բոլոր գործողությունների հիմքում է մեր սուվերենության եւ ինքնիշխանության պահպանումը եւ դրան են ուղղված բոլոր այն նախաձեռնությունները եւ համագործակցությունները, որոնք մենք նախաձեռնում ենք Իրանից մինչեւ Միացյալ Նահանգներ, Հնդկաստանից մինչեւ Ռուսաստան։ Տիկին Ղազարյան, կուզենամ խոսենք նաև խաղաղության պայմանագրից, վերջերս Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել Ազատությանը եւ ասել էր, որ այդ իմաստով պետք է սպասել լավ նորությունների, ինչ լավ նորությունների մասին է խոսքը եւ արդյոք կա դրական տեղաշարժ այդ իմաստով։ Կուզենամ անդրադառնանք նաև ընդդիմության այն մեղադրանքներին, որ դա ոչ թե խաղաղություն է, այլ կրկնակապիտուլյացիա։ Նախ եւ առաջ պետք է ասեմ, որ ավելին չգիտեմ, քան հայտարարել է պարոն Միրզոյանը, բայց ինձ ուրեմն ողջամիտ լավատեսության տեղ է տալիս թեկուզ այն հանգամանքը, որ 30 տարիների բարդ պատմությունից հետո երկու երկրները կարողացել են համաձայնեցնել երկու հիմնարար փաստաթուղթ, դա իհարկե ուրեմն սահմանազատման եւ սահմանագծման աշխատակարգն է, որ արդեն գիտեք, որ մեր ներքին օրենսդրության մաս է կազմում, որովհետև ավերացվեց խորհրդարանի կողմից եւ նույն ընթացակարգը հաշվի առնելով նախագահական երկրի ձևը անցավ Ադրբեջանում եւ մենք ունենք ըստ էության համաձայնեցված տեքստ խաղաղության պայմանագիր 17 հոդվածներից եւ հոդվածներից բոլորը ինչպես ասացի համաձայնեցված է, սա կարևոր առաջընթաց է երկկողմ հարաբերություններում եւ ես կարծում եմ, որ սա արդեն իսկ լավատեսության տեղ կարող է տալ։ Իսկ ինչ վերաբերում է կրկնակապիտուլյացիային, ես խոսել եմ այս մասին, որ 17 հոդվածներից բոլորը վերաբերել են հավասարապես թե Հայաստանին, թե Ադրբեջանին, եւ եթե որևէ մեկը կարող է անել պնդում, որ Հայաստանը ենթարկվում է կապիտուլյացիայի, պետք է հավասարապես նույն պնդումն անի Ադրբեջանի մասին, որովհետեւ երկու երկրները համաձայնում են թե տարածքային ամբողջականության, թե ուժի կիրառման բացառման, թե օրինակ երկուստեք ներքին օրենսդրության հղում չանելուն, որպեսզի չկատարվեն պայմանագրի որևէ կետ, չկատարվի կետ, եւ այս առումով ես կարծում եմ, որ այս տեքստը Հայաստանի Հանրապետության սուվերենությունը եւ ինքնիշխանություն տարածքային ամբողջականությունը պաշտպանող տեքստ է եւ չեմ տեսնում որևէ խոչընդոտ կամ խնդիր այն օր առաջ ստորագրելու համար։ Տիկին Ղազարյան, բայց ընդդիմությունը ամեն դեպքում տեսնում է, ասում է դուք խոսում եք խաղաղությունից, բայց սահմանին ամեն օր կրակում են Սյունիքի հատվածում, սահմանամերձ գյուղերում, ինչպես կարելի է գնալ խաղաղության նման երկրի հետ, այսինքն որտեղ է այն երաշխիքը, որ Ադրբեջանը ստորագրելուց հետո կգնա խաղաղության։ Դե այստեղ մի հարց է առաջանում, եթե այս փաստաթուղթը կապիտուլյացիա չէ, կրկնակապիտուլյացիա, ապա ինչու Ադրբեջան չի ստորագրում այն օր առաջ, ես կարծում եմ լավ հարց է ընդդիմությանն ուղղելու համար, որովհետև եթե նրանք պնդում են, որ սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ սուվերենությունը չպաշտպանող փաստաթուղթ է, ապա ինչու Ադրբեջանը այն չի վավերացնում կամ ստորագրում, սա մեկ հարց, իսկ երկրորդը այս դեպքերի մասին էլ ուզում եմ խոսել եւ առանձնակի շեշտադրել, որ ըստ էության վարչապետի առաջարկը այս դեպքերը քննող մեխանիզմ ձևավորելու ըստ էության կարելի ասել գործել է, որովհետեւ մենք տեղեկացանք, որ տեղեկատվություն երկու կողմերը դիվանագիտական խողովակներով իրար փոխանցել են եւ ես կարծում եմ սա կրկին դիվանագիտական տարբեր ուրեմն մեթոդներ կիրառելու լարվածությունը նվազեցնելու համար լավ նախադեպ է
եւ իհարկե հայկական կողմը կարձականքի եւ ըստ էության մենք պնդում ենք, որ Հայաստանի Հանրապետություն չի արել որևէ քայլ, որը կարող է լարվածությանը նպաստի, բայց այս մեխանիզմի ինքնին ներդրումը բավականին մեծ առաջընթաց է, ես կարծում եմ երկկողմ հարաբերություններում։ Եվ ամփոփելով Տիկին Ղազարյան, դուք հնարավորություն տեսնում եք մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները խաղաղության պայմանագրի ստորագրումը, կնքումը եւ թեև ընդդիմության կողմից բազմաթիվ մեղադրանքների, որ այս պայմանագիրը բխում է միայն Ադրբեջանի շահերից, այն կապիտուլյացիա է մեզ համար ենթադրում, շարունակելու եք այս օրակարգը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը անհոգնել պետք է գնա այս օրակարգի հետևից եւ շատ կարեւոր է, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի, իհարկե, ես բավականին լավատես եմ եւ կարծում եմ, որ հնարավոր է, ես տեսնում եմ նախադրյալներ, որ այն կստորագրվի, բայց հայկական կողմը արել է իր անելիքը եւ ես կարծում եմ, որ պետք է սպասել ադրբեջանական կողմի արձագանքին։